Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբաղիձեն նշել է, որ Թբիլիսին համբերատար սպասում է հարաբերությունների վերագործարկմանը։ Նրա խոսքով Միլանում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի նախագահի եւ արտգործնախարարի շփումը ԱՄՆ փոխնախագահի եւ պետքարտուղարի հետ լավատեսություն է ներշնչում։ Խոսելով Եվրամիության հետ հարաբերություններից, Կոբախիձեն նշել է, որ Թբիլիսին բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ եթե այդ աջակցությունը կոնկրետ ձև ստանա, դա ավելի ցանկալի կլինի։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին հայտարարել էր, որ կայուն խաղաղության հասնելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Վրաստանի շրջանները։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին փետրվարի 23-ից 24-ը Ժնևում մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով նախարարը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում նախատեսված են Բոճորիշվիլու երկկողմ հանդիպումները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Վրաստանի կառավարությունը հաստատել է աշխատանքային ներգաղթյալների եւ ինքնազբաղված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կարգը։ Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Որոշման համաձայն Վրաստանում մշտական բնակության թույլտվություն չունեցող օտարերկրացիները չեն կարող աշխատանքի ընդունվել սուրհանդակային ծառայությունների, ուղևորափոխադրումների եւ զբոսաշրջային ծառայությունների ոլորտներում։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից։ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։ Բոլաթը Նովակի եւ ռուսական պատվիրակության հետ հանդիպումն արդյունավետ է որակել։ Նրա խոսքով կողմերը քննարկել են առևտրային եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը։ Նպատակն է առևտրաշրջանառությունը $100 միլիարդ հասցնելը։ Մտքեր են փոխանակվել նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային իրադարձություններով պայմանավորված երկկողմ կապերի ամրապնդման եւ համագործակցության ուղիների շուրջ, նշել է Բոլաթը։ Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան պահպանում են վստահելի կառուցողական երկխոսություն երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Հաջողությամբ իրականացնում են փոխշահավետ նախագծեր։ Նրա խոսքով Մոսկվան շահագրգռված է շարունակելու եւ ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը թուրք գործընկերների հետ։ Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի իշխանություններից պահանջել է անհապաղ կալանքից ազատել Դոյչե Վելե գործակալության թուրքական խմբագրության թղթակից Ալիջան Ուլուդաղին։ Նա ձերբակալվել էր Անկարայում Թուրքիայի նախագահին հրապարակայնորեն վիրավորելու եւ մոլորության մեջ գցող տեղեկատվություն հրապարակելու մեղադրանքով։ Գերմանիայի մշակույթի հարցերով պետնախարար Վոլֆրամ Վայմերը անհիմն է որակել Թուրքիայի իշխանությունների մեղադրանքները, կոչ անելով ազատ արձակել լրագրողին։ Ալիջան Ուլուդաղի ձերբակալության մասին նախօրեին հայտնել էր Ստամբուլի դատախազությունը։ Նրա դեմ առաջադրված մեղադրանքները վերաբերում են մոտ 1.5 տարի առաջ X սոցիալական ցանցում տեղադրված գրառմանը։ Դրանում լրագրողը քննադատել էր Թուրքիայի իշխանություններին իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ զինյալներին ազատ արձակելու համար։ Բացի այդ, Ուլուդաղը Թուրքիայի կառավարությանը մեղադրել էր կոռուպցիայի համար։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 26-ին, հայտնել է Օմանի արտգործնախարարը։ Կողմերը Օմանի միջնորդությամբ արդեն 2 հանդիպում են անցկացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Ժնևում նախորդ հանդիպման ժամանակ կողմերը գործնական առաջարկներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար։ Կան հուսադրող ազդանշաններ։ Այնուամենայնիվ, նրա խոսքով Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել ԱՄՆ գործողություններին եւ նախապատրաստվում է ցանկացած հնարավոր սցենարի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ երկիրը խաղաղ միջուկային էներգիա օգտագործելու, այդ թվում ուրանի հարստացման իրավունք ունի։ Դիվանագետի խոսքով խնդրի կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտությունն է, իսկ լուծումը մոտ է։ Արաղչին նշել է, որ ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա եւ դրա միջոցով հնարավոր չէ ճնշում գործադրել Թեհրանի վրա։
Իրան-Միացյալ Նահանգներ նախապատրաստվող բանակցությունների ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Քննարկվել են Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները։ Կողմերն ընդգծել են բանակցային գործընթացի առաջմղման համար կառուցողական փոխգործակցության եւ երկխոսության կարեւորությունը, ինչպես նաեւ քննարկվող հարցերի շուրջ կայուն եւ փոխընդունելի փոխըմբռնման հասնելու անհրաժեշտությունը։ Reuters-ն էլ գրել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը տարբեր տեսակետներ ունեն Իրանի դեմ պատժամիջոցների վերացման ծավալների եւ մեխանիզմի վերաբերյալ նրա միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։ Պարբերականի տվյալով Թեհրանը կարող է դիտարկել բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասի արտահանումը, դրա հարստացման մաքրության նվազեցումը, ինչպես նաեւ ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծումը, սակայն դրա դիմաց պետք է ճանաչվի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի իրավունքը։ Բացի այդ նշվում է, որ Իրանն ԱՄՆ-ին չի փոխանցի իր էներգառեսուրսների նկատմամբ վերահսկողությունը, սակայն ամերիկյան ընկերությունները կարող են մասնակցել նավթագազային հանքավայրերի մշակմանը որպես կապալառուներ։ Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակությանը։ Իլհամ Ալիևը գոհունակությամբ է նշել երկկողմ օրակարգի ընդլայնումը, ընդգծելով, որ Ադրբեջանի եւ Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն ինչպես երկու երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Սադեղն էլ ընդգծել է, որ Իրանի նախագահը հատուկ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Անդրադարձ է կատարվել հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, Արաքս գետի վրա ավտոմոբիլային կամրջի կառուցմանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին աջակցության եւ համերաշխության համար։ Նրա խոսքով վերջին 2 տարիների նկատվում է Ուկրաինայի եւ Ադրբեջանի երկկողմ կապերի զգալի զարգացում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ հումանիտար հարթություններում։ Բացի այդ, դեսպանը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերներին եւ ուկրաինական համայնքին երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն Ուկրաինային է փոխանցել մարդասիրական օգնության հերթական խմբականակը էներգետիկ սարքավորումներ։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է $1 միլիոն։ Ուղարկվել են ցածր լարման վահանակներ, գեներատորներ, տրանսֆորմատորներ եւ մոտ 27 000 մետր մալուխ եւ մետաղալար։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։